Առավոտյան արթնանում եք, և առաստաղը ճնշում է ձեզ, իսկ հոգում միայն դատարկություն է ու անհասկանալի տագնապ։ Ձեր ուղեղը հենց հիմա սովամահ է լինում, կորցնելով կյանքի ուրախության վերջին կաթիլները և դեղատնային թանկարժեք տուփերը, միայն քողարկում են այդ աղետը, դանդաղ սպանելով ձեր օրգանիզմը։ Մինչ դուք հուսահատված հաշվում եք թոշակի մնացորդները, գոյություն ունի մեր նախնիների կողմից ստուգված մի հզոր միջոց, որը ժամանակակից բժշկությունը փորձում է մոռացության մատնել, քանի որ այն չափազանց մատչելի է և վտանգավոր է խոշոր բիզնեսի համար։ Այս տեսանյութում ես կբացահայտեմ այգուց ստացված այն բնական հրաշքը, որը ընդամենը 3 շաբաթում կվերադարձնի ձեր քուն ու ժպիտը, առանց լյարդը քայքայող քիմիայի և առանց ավելորդ ծախսերի։ Բայց զգուշացնում եմ, սա սովորական ըմպելիք չէ, այն այնքան հզոր է, որ սխալ օգտագործման դեպքում կարող է անգամ վնասել, հատկապես եթե զուգահեռ խմում եք սրտի դեղեր։ Դուք կիմանաք ճշգրիտ բաղադրատոմսը, որը բժիշկները հաճախ պահում են փակի տակ։ Սեղմեք բաժանորդագրվելու կոճակը հենց հիմա, որպեսզի բաց չթողնեք ձեր փրկությունը և մեկնաբանություններում գրեք ձեր քաղաքը, տեսնենք, թե որքան շատ ենք մենք։ Տիկին Հասմիկը նստած է իր երևանյան բնակարանի փոքրիկ խոհանոցում։ Նրա հայացքը սառել է սառնարանի դռան վրա փակցված դեղատոմսին։ Ժամացույցի սլաքները դանդաղ են շարժվում, կարծես ծաղրելով նրա անքնությունը։ Դուք էլ եք զգում այդ ծանրությունը կրծքավանդակում, այդ անտանելի լռությունը, որը խլացնում է անգամ հեռուստացույցի ձայնը։ Հասմիկը 68 տարեկան է, բայց իրեն զգում է 100 տարեկանից ավել։ Նրա ձեռքերը դողում են ոչ թե ցրտից, այլ ներսի տագնապից։ Ինչ կլինի, եթե վաղը նա պարզապես չկարողանա վեր կենալ անկողմուց։ Ձեր մարմինը հենց հիմա ահազանգում է, բայց դուք չեք լսում։ Ստրեսի հորմոնները դանդաղորեն քայքայում են ձեր սրտի մկանները։ Հասմիկը հիշում է, թե ինչպես էր ամեն ինչ այլ կերպ ընդամենը 50 տարի առաջ։ Նրա հիշողության մեջ վառվում է Արցախի լեռների առավոտյան մառախուղը։ Հիշում եք ձեր տատիկի ձեռքերի բույրը, այն խառնված էր ուրցի, դաղձի և հողի բույրի հետ։ Հասմիկի տատը, Նանի Շուշանը, արթնանում էր արշալույսից առաջ։ Նա գիտեր բնության լեզուն, որը մենք մոռացել ենք։ Նա հագնում էր իր հնամաշ բրդյա-բաճկոնը և գնում դեպի քարքարոտ լանջերը։ Ինչու էին մեր նախնիներն ավելի ամուր, քան մենք։ Նրանք չունեին հոգեբաններ, բայց ունեին սարերից քաղած ոսկեգույն հրաշքը։ Շուշան տատը փնտրում էր կոնկրետ մի ծաղիկ, դեղին, ինչպես արևի կտորը։ Նա անվանում էր այն արևքուրիկ, Սուրբ Հովանեսի խոտը։ Նա զգուշորեն կտրում էր ցողունները, շշտնջալով հին աղոթքներ։ Հավատով եք, որ բառերը կարող են բուժել։ Նա հավատում էր, որ յուրաքանչյուր բույս ունի հոգի։ Երբ տուն էր վերադառնում, տունը լցվում էր դաշտային ծաղիկների թանձր բույրով։ Եթե դուք հիմա ոչինչ չանեք, ձեր հիշողությունը կսկսի դավաճանել ձեզ։ Մենակությունը կդառնա ձեր միակ ուղեկիցը 4 պատերի մեջ։ Բայց հույս կա, և այն թաքնված է հենց այդ հին բաղադրատոմսերում։ Պատկերացրեք ձմեռային երեկոն, ճռճռացող բուխարու մոտ։ Տատիկը չորացրած խոտաբույսերը լցնում էր կավե թեյնիկի մեջ։ Ջուրը եռում էր, պարուրելով խոտերը տաք գոլորշով։ Նա տալիս էր այդ թուրմը հոգնած ամուսնուն, տխուր հարսին, լացող երեխային։ Եվ հրաշք էր տեղի ունենում հենց նրանց աչքի առաջ։ Տագնապը հալվում էր, ինչպես ձյունը գարնանային արևի տակ։ Ինչու ենք մենք հրաժարվել այս պարզ երջանկությունից։ Հիմա նայեք Հասմիկին, նրա սեղանին դրված գունավոր տուփերին։ Նա ամեն ամիս ծախսում է իր թոշակի կեսը այդ քիմիայի վրա։ Արդյոք դա արդար է։ Այդ դեղահաբերը խոստանում են խաղաղություն, բայց բերում են քնկոտություն և մշուշ։ Նա խմում է դրանք, բայց հոգու ցավը չի անցնում։ Դուք էլ եք զգում, որ դեղերը ձեզ դարձնում են ռոբոտ։ Ժամանակակից աշխարհը մեզ խաբել է, փոխարինելով ոսկին պլաստմասայով։ Ձեր լյարդը տառապում է յուրաքանչյուր կուլ տված հաբից։ Եթե շարունակեք այսպես, դուք կկորցնեք ձեր իսկական եսը։ Բայց պատկերացրեք, որ կարող եք արթնանալ առանց տագնապի, ժպիտով։ Դա հնարավոր է, և դա ավելի մոտ է, քան կարծում եք։ Բժիշկները հաճախ լռում են այս մասին, որովհետև բնությունը չունի արտոնագիր։ Ով կշահի, եթե դուք առողջանաք ձեր այգու խոտաբույսերով։ Ոչ ոք, բացի ձեզնից և ձեր ընտանիքից։ Հասմիկը հիշում է տատիկի խոսքերը. ցավը հոգու մեջ է բալես, դեղը հողի։ Այսօրվա տեխնոլոգիաները հզոր են, բայց դրանք անզոր են մարդկային թախիցի դեմ։ Մենք ապրում ենք տիեզերական թռիչքների դարում, բայց մոռացել ենք քնելու արվեստը։ Անքնությունը քայքայում է ձեր նյարդային համակարգը յուրաքանչյուր գիշեր։ Դուք վտանգում եք ունենալ ինսուլտ կամ սրտի կաթված, պարզապես սթրեսից։ Բայց կա մի ճանապարհ, որը հետ է տանում դեպի ակունքները։ Գիտեք, որ փակ դռների հետևում լավագույն հոգեթերապևտները ուսումնասիրում են հենց այս խոտաբույսը։ Նրանք ապշած են արդյունքներից, որոնք ստանում են իրենց լաբորատորիաներում։
Հասմիկի ձեռքը ձգվում է դեպի հին դեղնած լուսանկարը։ Այնտեղ Նանի Շուշանն է, ձեռքին մի փունջ արևքուրիկ։ Նրա աչքերում կա մի խաղաղություն, որը Հասմիկը կորցրել է։ Ինչ կլինի, եթե ես ձեզ ասեմ, որ այդ խաղաղությունը կարելի է վերականգնել, որ դուք կարող եք դեն նետել այդ թանկարժեք տուփերի կեսը։ Բայց զգուշ եղեք, սա խաղալիք չէ։ Բնությունը կարող է լինել և փրկիչ, և դահիճ։ Դուք պետք է իմանաք գաղտնիքը, որը փոխանցվել է շշուկով։ Ժամանակակից գիտությունը վերջապես խոնարհվում է դարավոր իմաստության առաջ։ Նրանք հայտնաբերել են, որ այս հասարակ խոտը պարունակում է նյութեր, որոնք հզոր են ինչպես ամենաթանկ հակադեպրեսանտները, բայց առանց սարսափելի կողմնակի ազդեցությունների, եթե ճիշտ օգտագործեք։ Հասմիկը դեռ չգիտի, որ իր փրկությունը ոչ թե դեղատանն է, այլ պատրաստվեք, որովհետև հիմա մենք բացելու ենք մի դուռ, որը փակ էր պահվում։ Այնինչ կլսեք հաջորդիվ կարող է փոխել ձեր ծերությունը ընդմիշտ։ Միթե չեք ուզում նորից զգալ կյանքի համը ինչպես երիտասարդ տարիներին։ Գաղտնիքը բացահայտվելու է հենց հիմա։ Ահա այն պահը, երբ վարագույրը վերջնականապես ընկնում է և բացվում է դաժան ճշմարտությունը։ Տիկին Հասմիկը դողացող մատներով պահել է դեղատան կտրոնը, որի վրայի թվերը սարսափեցնում են։ Ինչու ենք մենք վճարում մի հարուստություն այն բանի համար, ինչը բնությունը տալիս է ձրի։ Ձեր գրպանը դատարկվում է, իսկ առողջությունը մնում նույն տեղում։ Արդյոք սա պատահականություն է, թե լավ մշակված ծրագիր։ Պատկերացրեք մի հսկայական մեքենա, որը սնվում է ձեր վախերով և անքնությամբ։ Դեղագործական ընկերությունները տարեկան կորցնում են միլիարդավոր դոլարներ, երբ մարդիկ իմանում են ճշմարտությունը։ Ինչ կլինի նրանց բիզնեսի հետ, եթե դուք առողջանաք մեկ ամսում։ Նրանք սնանկ կլինեն, իսկ դուք ազատ և երջանիկ։ Հասմիկը նայում է պատուհանից դուրս, դեպի մոխրագույն շենքերը և հասկանում խաբեության մասշտաբը։ Ձեր բժիշկը հավանաբար լավ մարդ է, բայց նա նույնպես այս համակարգի գերին է։ Արդյոք նա երբևէ ասել է ձեզ, որ քիմիան միայն լռեցնում է ախտանիշը։ Եթե շարունակեք խմել այդ գունավոր հաբերը, ձեր ուղեղը կմոռանա ինքնուրույն աշխատել։ Դա նման է նրան, որ մարդուն տաս հենակներ, երբ նա կարող է քայլել։ Ժամանակի ընթացքում ոտքերը կթուլանան և հենակները կդառնան անհրաժեշտություն։ Դուք ուզում եք ամբողջ կյանքում կախված լինել դեղատնից։ Հասմիկի սիրտը արագ է բաբախում, երբ նա հիշում է իր մորաքրոջը՝ Սաթենիկին։ Սաթենիկը ապրում էր Հադրութի լեռնային գյուղում, տողում, որտեղ օդը մաքուր էր, իսկ կյանքը դաժան։ Ինչպես էին նրանք դիմանում պատերազմներին, սովին և կորուստներին, առանց հոգեմետ դեղերի։ Նրանց գաղտնիքը թաքնված էր այգու անկյունում աճող դեղին ծաղկի մեջ։ Նրանք չգիտեին դեպրեսիա բառը, նրանք ասում էին սիրտս մտնել է, և այդ մթությունը ցրելու համար նրանք ունեին արևի խթացված էներգիան։ Միթե դա ավելի խելամիտ չէ, քան սինթետիկ մոլեկուլները։ Եկեք պարզենք, թե ինչպես է աշխատում ձեր գլխուղեղը հենց հիմա։ Պատկերացրեք, որ ձեր ուղեղը մի հսկայական փոստային բաժանմունք է, որտեղ նամակները երջանկության հորմոններն են։ Սերոտոնինի և դոպամինը այն սուրհանդակներն են, որոնք տանում են ուրախության նամակները մի բջիջից մյուսը։ Ծերության և ստրեսի ժամանակ այդ սուրհանդակները հոգնում են և անհետանում։ Ժամանակակից դեղերը գործում են ինչպես բռնապետեր, փակելով դռները և ստիպելով հոգնած սուրհանդակներին աշխատել մինչև մահ։ Սկզբում դուք լավ եք զգում, բայց հետո գալիս է վերջնական փլուզումը։ Ձեր նյարդային համակարգը սպառվում է, և վերականգնումը դառնում է անհնար։ Իսկ ինչ է անում Սուրբ Հովհաննեսի խոտը, մեր հրաշագործ արևքուրիկը։ Այն գործում է որպես հոգատար կառավարիչ, սնուցելով սուրհանդակներին և տալով նրանց նոր ուժ։ Այն չի ստիպում, այլ օգնում է օրգանիզմին ինքնուրույն արտադրել երջանկություն։ Դուք զգում եք տարբերությունը բռնության և օգնության միջև։ Հասմիկը հիշում է, թե ինչպես էր Սաթենիկ մորաքույրը հավաքում այդ ծաղիկները հունիսի կեսերին։ Նա չորացնում էր դրանք տանտանիքում և ամբողջ բակը բուրում էր մեղրով և խաղաղությամբ։ Նա ապրեց մինչև 94 տարեկան, պահպանելով պայծառ միտքը և սուր հիշողությունը։ Արդյոք դուք չեք երազում նման ծերության մասին։ Բայց այսօրվա բժշկությունը փորձում է ձեզ համոզել, որ դա պարզապես խոտ է։ Սակայն Գերմանիայում, Եվրոպական բժշկության կենտրոնում իրավիճակը լրիվ այլ է։ Գիտեք, որ գերմանացի բժիշկները դեպրեսիայի դեպքում ավելի հաճախ նշանակում են արևքուրիկ, քան պրոզակ։ Նրանք հիմար չեն, նրանք գիտեն վիճակագրությունը։ 2008 թվականին Կոխրեյնի հեղինակավոր ինստիտուտը կատարեց մի ցնցող հետազոտություն։ Նրանք վերլուծեցին 29 կլինիկական փորձարկում, ավելի քան 5000 պացիենտի մասնակցությամբ։
Արդյունքները ստիպեցին դեղագործական հսկաներին դողալ վախից։ Պարզվեց, որ արևքուրիկի էքստրակտը նույնքան արդյունավետ է, որքան ամենաթանկ քիմիական հակադեպրեսանտները, բայց ահա ամենակարևորը՝ կողմնակի ազդեցությունները 10 անգամ ավելի քիչ էին։ Հասմիկը կարդում է այս տողերը իր հին պլանշետով և չի հավատում աչքերին։ Ինչու ոչ ոք չի խոսում այս մասին հեռուստացույցով։ Որովհետև առողջ մարդը շահույթ չի բերում, շահույթ բերում է քրոնիկ հիվանդը։ Մի խիզախ բժիշկ Երևանից դոկտոր Ավետիսյանը, ում անունը հաճախ չեն տալիս բարձրաձայն, սկսեց գաղտնի կիրառել սա։ Նա տեսնում էր, թե ինչպես են իր տարեց պացիենտները մարում թունավոր դեղերից։ Նա սկսեց նրանց տալ խթացված արևքուրիկի թուրմ, հանելով քիմիական դեղերը։ Գործընկերները ծիծաղում էին նրա վրա, անվանում էին գյուղի բժիշկ, բայց 3 շաբաթ անց ծիծաղը կտրվեց, երբ նրա պացիենտները սկսեցին ժպտալ։ Մի կին, ով տարիներով դուրս չէր եկել տնից, սկսեց այգի մշակել։ Մի տղամարդ, ով տառապում էր անքնությունդ, առաջին անգամ քնեց 8 ժամ անընդմեջ։ Դոկտոր Ավետիսյանը ապացուցեց, որ հին մեթոդները աշխատում են, եթե դրանց մոտենաս գիտակցաբար։ Եթե դուք հիմա չսկսեք փնտրել այլընտրանք, վաղը կարող է ուշ լինել։ Ձեր լյարդը ունի սահմանափակ ռեսուրս, և այն արդեն հյուծված է։ Հասմիկը նայում է դեղատոմսին, հետո աղբամանին։ Նա կանգնած է ընտրության առաջ՝ շարունակել լինել զոհ, թե դառնալ իր առողջության տերը։ Դեղագործական ընկերությունները չեն կարող արտոնագրել բնությունը, դրա համար նրանք ատում են այն։ Նրանք չեն կարող ձեզ վաճառել այն, ինչը աճում է ձեր ոտքերի տակ, բայց նրանք կարող են ձեզ վախեցնել, կարող են ստել։ Մի թողեք, որ նրանք հաղթեն այս պատերազմում։ Հասմիկը հիշում է տողի հին գերեզմանատունը, որտեղ տապանաքարերի վրա գրված էին երկար կյանքի թվեր՝ 1900, 1998, 1910, 2005։ Այդ մարդիկ չունեին ՄՌՏ, չունեին հոգեբաններ, բայց ունեին իմաստություն։ Նրանք գիտեին, որ տխրությունը հիվանդություն չէ, այլ ազդանշան, որ հոգին սոված է։ Իսկ ինչով էին նրանք կերակրում իրենց հոգին։ Ոչ թե սպիտակ հաբերով, այլ արևի լույսով, որը պահպանված էր չորացած ծաղիկների մեջ։ Դա կախարդանք չէր, դա մաքուր կենսաբանություն էր, որը մենք նոր ենք սկսում հասկանալ։ Գերմանացի գիտնականները հայտնաբերեցին հիպերֆորինը, մի նյութ, որը ավելի հզոր է, քան ցանկացած լաբորատոր ստեղծագործություն։ Այս պահին հազարավոր հայ թոշակառուներ հերթ են կանգնած դեղատներում։ Նրանք պատրաստվում են գնել իրենց հերթական չափաբաժինը։ Նրանց աչքերը հանգած են, քայլվածքը ծանր։ Դուք ուզում եք լինել նրանցից մեկը, թե ուզում եք դուրս գալ այդ արատավոր շրջանից։ Հասմիկը վերցնում է դեղատոմսը և դանդաղ ճմրթում է այն իր ափի մեջ։ Թղթի ճռճռոցը հնչում է որպես ազատության առաջին ակորդ։ Նա որոշում է կայացնում, որը փոխելու է ամեն ինչ։ Բայց դուք պետք է իմանաք, թե ինչպես ճիշտ օգտագործել այս զենքը, որովհետև նույնիսկ ամենաբուժիչ խոտը կարող է դառնալ թույն, եթե չգիտես չափը։ Հաջորդիվ մենք կսովորենք այն ճշգրիտ բաղադրատոմսը, որը Սաթենիկ մորաքույրը պահում էր գաղտնի։ Պատրաստվեք, քանի որ ձեր խոհանոցը վերածվելու է իսկական լաբորատորիայի։ Տիկին Հասմիկը նայում է չորացած դեղին ծաղիկներին։ Դրանք թվում են փխրուն և անշունչ։ Միթե այս փոքրիկ փունջը կարող է փրկել նրան։ Ձեր ուղեղը հենց հիմա կասկածում է, չէ՞։ Բայց դուք չգիտեք, որ այդ չոր տերևների մեջ թաքնված է մի հզոր քիմիական լաբորատորիա։ Եթե դուք հենց հիմա չսկսեք սնուցել ձեր ուղեղը, անդառնալի գործընթացներ կսկսվեն։ Ձեր հիշողության կենտրոնը, հիպոկամպը, սկսում է չորանալ։ Դա նման է ջրազրկված ընկույզի, որը կնճռոտվում է և փոքրանում։ Դուք ուզում եք կորցնել ձեր թոռների անունները հիշելու ունակությունը։ Եկեք նայենք Հասմիկի գլխի մեջ, մանրադիտակի տակ։ Պատկերացրեք ձեր նյարդային բջիջները որպես երկու հարևաններ, որոնք զրուցում են ցանկապատի վրայով։ Նրանք իրար փոխանցում են երջանկության ծանրոցներ՝ սերոտոնին։ Երբ սերոտոնինը շատ է, դուք ժպտում եք։ Իսկ ինչ է կատարվում հիմա ձեր հոգնած օրգանիզմում։ Ձեր ուղեղում հայտնվել է մի ագահ հարկահավաք։ Սա հատուկ ֆերմենտ է, որը խլում է երջանկության ծանրոցները դեռ չհասած հարևանին։ Նա մաքրում է սերոտոնինը չափազանց արագ, և ձեր բջիջները մնում են սոված։ Արդյունքում դուք զգում եք անտանելի դատարկություն և անիմաստություն։ Շոկային փաստ։ Հարվարդի համալսարանի վերջին հետազոտությունները ցույց են տվել սարսափելին։ Չբուժված դեպրեսիան 65 տարեկանից հետո 70%-ով մեծացնում է ինսուլտի հավանականությունը։ Ձեր ուղեղը պարզապես անջատվում է սթրեսից, դուք քայլում եք ականապատ դաշտով առանց իմանալու։ Բայց հույս կա, և այն թաքնված է հենց Հասմիկի ձեռքի ծաղկի մեջ։ Արևքուրիկը պարունակում է հիպերֆորին կոչվող հրաշք նյութը։
Ինչ է անում այդ հիպերֆորինը ձեր ուղեղում։ Այն կանգնում է ագահ հարկահավաքի դիմաց եւ արգելում նրան գողանալ ձեր սերոտոնինը։ Պատկերացրեք, որ դուք փակում եք լվացարանի անցքը խցանով։ Ջուրը, ձեր կենսական էներգիան, սկսում է հավաքվել եւ լցնել ավազանը։ Ձեր նյարդային բջիջները վերջապես սկսում են լողալ երջանկության հորմոնների մեջ։ Դուք զգում եք, թե ինչպես է կյանքը վերադառնում ձեր երակներ։ Հասմիկը դեռ չի հասկանում, բայց նրա մարմինը կարոտ է այս բնական վերականգմանը։ Ի տարբերություն քիմիական դեղերի, արևքուրիկը չի բռնանում ուղեղի վրա։ Այն նրբորեն կարգավորում է հաղորդակցությունը բջիջների միջև։ Իսկ քիմիական հաբերը, դրանք նման են մուրճի հարվածի, նուրբ ժամացույցի մեխանիզմին։ Շոկային փաստ, պաշտոնական վիճակագրությունը լռում է, բայց թվերը անողոք են։ Տարեկան ավելի քան 40-70 տարեց մարդ հայտնվում է հիվանդանոցում հակադեպրեսանտներից առաջացած ներքին արյունահոսության պատճառով։ Քիմիան քայքայում է ձեր ստամոքսը, մինչ դուք փորձում եք բուժել հոգին։ Արդյոք արժե վճարել նման գին։ Երևանցի նյարդաբան դոկտոր Կարեն Ավետիսյանը տարիներ առաջ բախվեց այս փակուղում։ Նա ինքն էր տառապում ծանր այրումից եւ անքննությունից։ Նա գիտեր, թե ինչ կողմնակի ազդեցություններ ունեն իր նշանակած դեղերը։ Նա վախենում էր դառնալ կախյալ, ինչպես իր պացիենտները։ Դուք եք վախենում դեղատնային կախվածությունից։ Մի երեկո հուսահատված նա բացեց իր տատիկի հին նոթատետրը։ Այնտեղ գրված էր պարզ բաղադրատոմս՝ արևի թեյ։ Դոկտոր Ավետիսյանը որոշեց գաղտնի փորձարկել այն իր վրա։ Նա փակվեց իր սենյակում եւ սկսեց խմել թուրմը, թաքցնելով գործընկերներից։ Ինչ կմտածեին նրանք, եթե իմանային։ Առաջին շաբաթը ոչինչ չփոխվեց եւ նա գրեթե հանձնվեց, բայց դա խաբուսիկ լռություն էր, վերականգնումը ընթանում էր խորքում։ 15-րդ օրը նա արթնացավ մի զգացողությամբ, որը մոռացել էր տարիներով։ Նրա գլուխը պարզ էր, իսկ կրծքավանդակի ծանր քարը անհետացել էր։ Նա նայեց հայելու մեջ եւ տեսավ կենդանի մարդու։ Շոկային փաստ։ Գերմանիայում բժիշկները տարեկան դուրս են գրում արևքուրիկի 6 միլիոն դեղատոմս։ Նրանք գիտեն, որ քիմիական դեղերը 60% դեպքերում սպանում են լիբիդոն եւ զգացմունքները։ Պացիենտները դառնում են էմոցիոնալ զոմբիներ։ Դուք ուզում եք ապրել առանց ուրախության եւ թխրության, ինչպես ռոբոտ։ Դոկտոր Ավետիսյանը սկսեց զգուշորեն առաջարկել այս մեթոդը իր ամենածանր պացիենտներին։ Նա տեսավ հրաշքներ, որոնք չէին տեղավորվում բժշկական գրքերում։ 70-ամյա մի պապիկ, ով պատրաստվում էր ինքնասպան լինել, 3 շաբաթ անց սկսեց նարդի խաղալ բակում։ Միթե սա այն արդյունքը չէ, որին դուք ձգտում եք։ Հիմա Հասմիկը հասկանում է, թե ինչու է այս խոտաբույսը այդքան կարևոր։ Այն ոչ միայն վերականգնում է սերոտոնինը, այլև նվազեցնում է կորտիզոլը, ստրեսի հորմոնը։ Ձեր մակերիկամները վերջապես հանգստանում են։ Դուք դադարում եք վազել անտեսանելի վագրի առջևից։ Ձեր սիրտը սկսում է աշխատել հանգիստ ռիթմով։ Բայց զգուշացեք, ժամանակը ձեր դեմ է աշխատում։ Եթե դուք չդադարեցնեք կորտիզոլի գրոհը, ձեր իմունային համակարգը կփլուզվի։ Դուք կդառնաք խոցելի ցանկացած վարակի եւ ուռուցքի համար։ Սուրբ Հովանեսի խոտը ձեր վահանն է, որը բնությունն է տվել ձեզ։ Ինչու թողնել վահանը գետնին, երբ թշնամին հարձակվում է։ Շոկային փաստ։ Սթենֆորդի համալսարանի գիտնականները ապացուցել են, որ բնական հակադեպրեսանտները 40%-ով ավելի արդյունավետ են մեղմ դեպրեսիայի դեպքում, քան սինթետիկները, եւ զրոյական կախվածություն։ Դուք կարող եք դադարեցնել խմելը ցանկացած պահի, առանց լոմկայի։ Հասմիկը նայում է եռացող ջրին։ Նա պատրաստ է կատարել առաջին քայլը դեպի ապաքինում, բայց նա դեռ չգիտի ճշգրիտ դեղաչափը։ Մեկ սխալ քայլ եւ բուժիչ թուրմը կարող է կորցնել իր ուժը։ Ջերմաստիճանը պետք է լինի իդեալական։ Մենք մոտենում ենք ամենակարևոր պահին։ Հաջորդիվ ես կտամ ձեզ հստակ հրահանգներ, թե ինչպես պատրաստել այդ քախարդական ըմպելիքը։ Դա պարզապես թե չէ, դա դեղամիջոց է, որը պահանջում է ոսկերչական ճշգրտություն։ Պատրաստ եք սովորել գաղտնիքը։ Տիկին Հասմիկը կանգնած է գազոչախի մոտ, եւ նրա ձեռքերը թեթևակի դողում են։ Այս պահը վճռորոշ է, եւ սխալվելու իրավունք չկա։ Միթե դուք գիտեք, որ ջերմաստիճանի ընդամենը 5 աստիճանի տարբերությունը կարող է սպանել բուժիչ նյութերը։ Եթե ջուրը եռաչափազանց ուժեղ, հիպերիցինը կքայքայվի, եւ դուք կխմեք պարզապես գունավոր ջուր, առանց որևէ օգուտի։ Ձեր ուղեղը սպասում է այդ մոլեկուլներին, ինչպես անապատը անձրևին։ Եթե հիմա սխալ թույլ տաք, ձեր անքնությունը կշարունակի քայքայել ձեր սիրտը։ Յուրաքանչյուր անքուն գիշեր մեծացնում է սրտի կաթվածի ռիսկը 15%-ով։ Դուք չեք կարող թույլ տալ նման շռայլություն։
Եկեք սկսենք ամենասկզբից, հումքից, որտեղից գտնել իսկական արևքուրիկ։ Մի գնեք այն փողոցի անհայտ վաճառողներից, ովքեր չգիտեն հավաքելու կանոնները։ Լավագույն Սուրբ Հովանեսի խոտը աճում է լոռու և տավուշի մաքուր լանջերին։ Փնտրեք դեղատներում վստահելի արտադրողների տուփեր, որոնց վրա նշված է հավաքման վայրը։ Իսկական խոտաբույսը պետք է ունենա վառ դեղին ծաղիկներ և մուգ կանաչ տերևներ։ Եթե տեսնում եք շատ շագանակագույն ցողուններ, դա հին է և անպետք։ Բույրը պետք է լինի թեթև, բալասանային։ Մի փոքր դառը։ Կեղծիքները հաճախ չունեն հոտ կամ բուրում են բորբոսով։ Զգուշացեք, բորբոսնած խոտը թույն է ձեր լյարդի համար։ Շոկային փաստ։ Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալներով սխալ պատրաստված դեղաբույսերը տարեկան 10,000 մարդու հասցնում են վերակենդանացման բաժանմունք։ Լյարդի տոքսիկ ախտահարումը կատակ չէ։ Դուք պետք է լինեք ավելի զգույշ, քան ականազերծողը։ Հիմա բուն գործընթացը։ Վերցրեք 1 ճաշի գդալ մոտ 5 գրամ չորացրած արևքուրիկ։ Լցրեք այն կերամիկական կամ ապակե թեյնիկի մեջ։ Մետաղը թշնամի է, այն օքսիդացնում է վիտամին C-ն և ֆլավոնոիդները։ Ձեր օրգանիզմը կարիք ունի մաքուր նյութերի, ոչ թե մետաղական օքսիդների։ Ջուրը եռացրեք, բայց մի լցրեք անմիջապես։ Սպասեք 3-4 րոպե, մինչև պղպջակները հանգստանան։ Ջերմաստիճանը պետք է լինի 85-90 աստիճան։ Լցրեք 200 մլ ջուր խոտաբույսի վրա։ Ծածկեք թեյնիկը կափարիչով և փաթաթեք խիտ սրբիչով։ Ինչու՞մ է սա կարևոր։ Եթերայուղերը ցնդող են, և եթե չփակեք, նրանք կթռչեն օդ։ Դուք կկորցնեք բուժիչ ուժի 50%-ը։ Թողեք թրմվի ճիշտ 20 րոպե, ոչ պակաս, ոչ ավել։ Եթե քիչ պահեք, նյութերը դուրս չեն գա, եթե շատ, թուրմը կդառնա չափազանց դառը և կգրգռի ստամոքսը։ Շոկային փաստ։ Գիտեք, որ քրոնիկ ստրեսը քայքայում է ոսկորները։ Կորտիզոլը լվանում է կալցիումը, և դուք դառնում եք փխրուն։ 1 անցգույս շարժում, և կոտրվածքը պատրաստ է։ Արևքուրիկը կանգնեցնում է այդ գործընթացը, հանգստացնելով հորմոնալ փոթորիկը։ Երբ 20 րոպեն անցնի, քամեք թուրմը։ Գույնը պետք է լինի մուգ սաթի, գեղեցիկ և թափանցիկ։ Խմեք այն գոլ վիճակում ուտելուց 30 րոպե հետո։ Երբեք մի խմեք դատարկ ստամոքսին, դա կարող է առաջացնել սրտխառնոց։ Եվ ամենակարևորը, խմեք օրը 2 անգամ, առավոտյան և ցերեկը։ Երեկոյան խմելը կարող է թարմացնել և խանգարել քունը սկզբնական փուլում։ Ձեր մարմինը սկսում է արձագանքել արդեն առաջին բաժակից։ Սկզբում դուք կզգաք թեթև ջերմություն ստամոքսում։ Դա նորմալ է, արյունը հոսում է դեպի ներքին օրգաններ։ 1 ժամ անց ձեր մկանները կսկսեն թուլանալ։ Լարվածությունը պարանոցի և ուսերի հատվածում կնվազի։ Դուք կզգաք, որ շնչելը դառնում է ավելի հեշտ։ Բայց մի սպասեք հրաշքի հենց առաջին օրը։ Սա մարաթոն է, ոչ թե սպրինտ։ Շոկային փաստ։ Բժիշկները խոստովանում են, որ պլացեբոյի էֆեկտը կազմում է դեղերի ազդեցության 30%-ը։ Բայց արևքուրիկի դեպքում դա մաքուր քիմիա է։ Հիպերիցինը ապացուցված կերպով բարձրացնում է դոպամինի մակարդակը 40%-ով։ Դա գիտական փաստ է, ոչ թե հավատք։ Եկեք լսենք Գրիգոր Պապի պատմությունը Գյումրիից։ Նա 73 տարեկան էր, երբ կինը մահացավ։ Գրիգորը դադարեց ուտել, դադարեց խոսել։ Նրա աղքիթը ծախսեց հազարավոր դոլարներ հոգեբանների և դեղերի վրա։ Ոչինչ չէր օգնում, Գրիգորը դանդաղ մարում էր։ Նրա սիրտը արդեն տալիս էր առիթմիայի նշաններ։ Մի օր հարևանուհին բերեց մի տոպրակ չորացրած արևքուրիկ։ «Խմիր, Գրիգոր, սա սարերի ուժն է», ասաց նա։ Գրիգորը սկզբում հրաժարվեց, բայց աղջիկը ստիպեց։ Առաջին շաբաթը նա բողոքում էր դառը համից, բայց 10-րդ օրը նա առաջին անգամ ժպտաց թոռնուհուն։ 3 շաբաթ անց Գրիգորը ինքնուրույն գնաց շուկա։ Նրա աչքերում նորից կյանք էր հայտնվել։ Նա սկսեց նորից զբաղվել իր սիրելի փայտագործությամբ։ Բժիշկները ապշած էին տեսնելով նրա սրտի կարդիոգրաման։ Արիթմիան անհետացել էր։ Դա հրաշք չէր, դա բնության օրենքն էր գործողության մեջ։ Հասմիկը լցնում է թեյը բաժակի մեջ։ Գոլորշին բարձրանում է վեր, տանելով իր հետ տագնապը։ Նա կում է անում և զգում դառը քաղցր համը։ Սա ազատության համն է։ Բայց սա դեռ սկիզբն է։ Կա ևս մեկ գաղտնիք, որը կբազմապատկի այս թեյի ազդեցությունը։ Դուք պետք է իմանաք, թե ինչպես համադրել արևքուրիկը այլ բաղադրիչների հետ։ Կան նյութեր, որոնք գործում են որպես կատալիզատորներ։ Եթե դուք ավելացնեք դրանք, արդյունքը կլինի տասնապատիկ ավելի արագ։ Ուզում եք իմանալ այդ գաղտնի բաղադրիչները։ Հաջորդիվ ես կբացահայտեմ այն հավելումները, որոնք ձեր թեյը կդարձնեն անհաղթելի զենք դեպրեսիայի դեմ։
Պատրաստվեք գրի առնել, որովհետև այս ինֆորմացիան ոսկու արժեք ունի։ Ձեր կյանքը փոխվելու է հիմա։ Հասմիկը նստած է իր բազկաթոռին, եւ նրա շնչառությունը դեռ անհանգիստ է։ Դուք կարծում եք, որ պարզապես թեյ խմելը բավական է։ Սա ամենամեծ սխալն է, որը թույլ են տալիս 90%-ը։ Միայն ամենափորձառու բժիշկները գիտեն, որ Սուրբ Հովանեսի խոտը պահանջում է ակտիվացում։ Եթե դուք չանեք այս գաղտնի քայլերը, դուք կստանաք արդյունքի միայն կեսը։ Ձեր նյարդային վերջույթները հիմա նման են փակ դռների։ Դեռը թակում է, բայց ոչ ոք չի բացում։ Եթե դուք չբացեք այդ դռները, դեպրեսիան կշարունակի խեղդել ձեզ։ Յուրաքանչյուր չբուժված օր մոտեցնում է ձեզ դեմենցիային, մտավոր խավարին։ Դուք ուզում եք ճանաչել ձեր երեխաներին 5 տարի անց։ Ահա այն, ինչ ձեզ երբեք չեն ասի պոլիկլինիկայում։ Խոտաբույսը սիրում է թթվածին։ Նախքան առաջին կումը անելը, կատարեք 4-7-8 շնչառական վարժությունը։ Նստեք ուղիղ, փակեք աչքերը։ Շնչեք քթով 4 վայրկյան, պատկերացնելով, թե ինչպես է մաքուր օդը լցնում ձեր թոքերը։ Պահեք շունչը 7 վայրկյան։ Այս պահին ձեր արյունը հագենում է թթվածնով։ Հետո դանդաղ արտաշնչեք բերանով 8 վայրկյան, արձակելով հու ձայնը։ Կրկնեք սա 4 անգամ։ Հիմա ձեր բջիջները բաց են եւ պատրաստ են ընդունել հիպերիցինը։ Առանց սրա դուք պարզապես ջուր եք խմում։ Շոկային փաստ։ Նյարդաբանների գաղտնի զեկույցները ցույց են տալիս, որ թթվածնային քաղցը նվազեցնում է ցանկացած բուժման արդյունավետությունը 60%-ով։ Ձեր ուղեղը շնչահեղձ է լինում, իսկ դուք փորձում եք կերակրել նրան։ Սկզբում տվեք օդ, հետո դեղ։ Հաջորդ գաղտնիքը՝ արևային ռիթմը։ Քչերը գիտեն, որ արևքուրիկը ամենաուժեղն է առավոտյան ժամը 7-ից 9։ Այս ժամերին ձեր կորտիզոլը ամենաբարձրն է, եւ բույսը կարող է չեզոքացնել այն։ Եթե խմեք կեսօրին, ազդեցությունը կլինի թույլ, իսկ երեկոյան միայն ժամը 18-ից մինչև 19։ Եթե խախտեք այս ռիթմը, ձեր կենսաբանական ժամացույցը կխառնվի։ Դուք կզգաք հոգնածություն ցերեքը եւ արթնություն գիշերը։ Դա ճանապարհ է դեպի հիպերտոնիկ ճգնաժամ։ Ձեր անոթները չեն դիմանալ լարվածությանը։ Դուք պետք է լինեք ճշգրիտ, ինչպես շվեյցարական ժամացույց։ Եկեք ավելացնենք մի փոքրիկ կախարդանք։ Ձեր թեյի մեջ գցեք մի պտղունց սև պղպեղ։ Այո, սովորական սև պղպեղ։ Այն պարունակում է պիպերին, որը մեծացնում է սննդանյութերի ներծուցումը 2000%-ով։ Սա գիտական փաստ է, որը թաքնված է հին գրքերում։ Մի փոքր հատիկ եւ ազդեցությունը տասնապատկվում է։ Շոկային փաստ։ Դեղագործական ընկերությունները գիտեն պիպերինի մասին, բայց չեն ավելացնում դեղերի մեջ։ Ինչու՞։ Որովհետև դուք շատ շուտ կառողջանաք։ Նրանց պետք է, որ դուք խմեք դեղերը տարիներով։ Ձեր առողջացումը նրանց սնանկացումն է։ Լսեք Ռուբենի պատմությունը Երևանից։ Նա 69 տարեկան ինժեներ էր, ով կորցրել էր կյանքի իմաստը։ Նրա ախտորոշումը ծանր դեպրեսիվ խանգարում։ Նա ծախսել էր իր խնայողությունները հոգեբույժների վրա։ Նրանք տալիս էին ուժեղ դեղեր, որոնցից նա դառնում էր բանջարեղեն։ Ռուբենը չէր կարողանում կարդալ, չէր կարողանում մտածել։ Նա պատրաստվում էր վաճառել իր բնակարանը բուժումը շարունակելու համար։ Մի օր նա հանդիպեց մի հին պրոֆեսորի, ով շշնջաց նրան այս մեթոդի մասին։ Միայն թեյը քիչ է տղաս, պետք է ճիշտ շնչել եւ ավելացնել պղպեղ, ասաց նա։ Ռուբենը սկսեց կասկածանքով։ Առաջին օրը նա զգաց միայն այրոց ստամոքսում, բայց նա չհանձնվեց։ Նա սկսեց արթնանալ ժամը 7-ին, անել շնչառական վարժությունը եւ խմել իր կծու թեյը։ Երկրորդ շաբաթում նա նկատեց, որ գույները դարձել են ավելի վառ։ Մեկ ամիս անց Ռուբենը վերադարձավ իր նախագծերին։ Նա նորից սկսեց գծագրել։ Նրա բժիշկը չէր հավատում իր աչքերին։ Ինչ եք խմել, հարցրեց նա։ Ռուբենը միայն ժպտաց։ Նա խնայեց իր տունը եւ վերադարձրեց իր ուղեղը։ Դուք եք ուզում նման հաղթանակ։ Հասմիկը հիմա գիտի գաղտնիքը։ Նա փակում է աչքերը եւ շնչում։ Նրա կրծքավանդակը լցվում է օդով։ Նա զգում է, թե ինչպես է թթվածինը վազում դեպի ուղեղ։ Նա ավելացնում է պղպեղը եւ խմում։ Տաք հալիքը տարածվում է ամբողջ մարմնով։ Սա բուժման սկիզբն է, բայց կա եւս մեկ վտանգ, որի մասին ես պետք է զգուշացնեմ՝ լուսնի փուլերը։ Մի սկսեք բուժումը լիալուսնի օրերին։ Այդ օրերին ձեր հոգեկանը լարված է եւ խոտաբույսը կարող է առաջացնել գերգրգռվածություն։ Սպասեք, մինչև լուսինը սկսի նվազել։ Սա հին հայկական իմաստություն է։ Շոկային փաստ։ Վիճակագրությունը ցույց է տալիս, որ ինսուլտների 40%-ը տեղի է ունենում լիալուսնի ժամանակ։ Ձեր արյունը դառնում է ավելի թանձր։ Մի ռիսկի դիմեք։ Սկսեք նորալուսնին, երբ էներգիան աճում է։ Հիմա դուք զինված եք գիտելիքով, որը հասանելի է միայն ընտրյալներին։ Դուք գիտեք ոչ միայն ինչ, այլև ինչպես, բայց դեռ կա մի բան, որը կարող է ամեն ինչ փչացնել։ Դա ձեր սեփական մարմնի արձագանքն է այլ դեղերի հետ։ Հաջորդ բաժնում ես կբացեմ արգելված գոտին։
Կան դեղեր, որոնց հետ արևքուրիկը դառնում է մահացու թույն։ Եթե դուք խմում եք սրտի կամ ճնշման դեղեր, դուք պետք է լսեք սա։ Մի քայլ անգամ մի արեք, մինչև չիմանաք ճշմարտությունը։ Ձեր կյանքը կախված է դրանից։ Տիկին Հասմիկը հիմա իրեն ավելի վստահ է զգում, բայց ես պետք է ջնջեմ այդ ժպիտը նրա դեմքից 1 րոպեյով։ Լսեք ինձ շատ ուշադիր, որովհետև հիմա ես խոսելու եմ կյանքի և մահվան մասին։ Դուք կարծում եք, որ բնականը միշտ անվտանգ է։ Օձի թույնն էլ է բնական, բայց այն սպանում է րոպեների ընթացքում։ Արևքուրիկը հզոր կենսաբանական զենք է, և եթե դուք այն խառնեք սխալ դեղերի հետ, ձեր օրգանիզմում կսկսվի միջուկային պատերազմ։ Ձեր լյարդը կարող է պարզապես հրաժարվել աշխատել, և այդ ժամանակ ոչ մի բժիշկ չի կարողանա ձեզ փրկել։ Եթե դուք խմում եք արյան նոսրացման դեղեր, օրինակ վարֆարին, կանգնեք։ Սուրբ Հովհաննեսի խոտը արագացնում է այդ դեղերի դուրսբերումը օրգանիզմից։ Արդյունքում ձեր արյունը դառնում է թանձր, և թրոմբի առաջացման վտանգը մեծանում է 100 անգամ։ Դուք քայլում եք անդունդի եզրով։ Շոկային փաստ։ Ամեն տարի Հայաստանում ավելի քան 500 տարեցմարդ մահանում է դեղերի սխալ համադրությունից։ Նրանք չգիտեին, որ իրենց անմեղ խոտաբույսերը չեզոքացնում են կենսական դեղերը։ Մի դարձեք վիճակագրության զոհ։ Եթե դուք ընդունում եք սրտի դեղեր, դիգոքսին, իմունոսուպրեսանտներ կամ հակաբեղմնավորիչներ, արևքուրիկը խստիվ արգելված է։ Այն նվազեցնում է այդ դեղերի ազդեցությունը 50-70%-ով։ Պատկերացրեք, որ դուք խմում եք սրտի դեղ, բայց այն չի աշխատում։ Ձեր սիրտը մնում է անպաշտպան։ Հասմիկը սարսափած նայում է իր դեղաթուփին։ Նա հանում է իր ճնշման դեղերը և հարցնում. իսկ սրա հետ կարելի է։ Բարեբախտաբար ճնշման դեղերի մեծ մասի հետ այն համատեղելի է, բայց միայն բժշկի հսկողության տակ։ Երբեք, լսում եք, երբեք ինքնուրույն որոշում մի կայացրեք։ Եվս մեկ մահացու վտանգ՝ սերոտոնինային համախտանիշ։ Եթե դուք արդեն խմում եք քիմիական հակադեպրեսանտներ, Զոլոֆտ, Պրոզակ և վրան ավելացնեք արևքուրիկ, ձեր ուղեղը կայրվի։ Սերոտոնինը կդառնա այնքան շատ, որ դուք կունենաք ցնցումներ, Բարձր ջերմություն և գիտակցության կորուստ։ Շոկային փաստ։ 65 տարեկանից հետո ձեր օրգանիզմի նյութափոխանակությունը դանդաղում է 30%-ով։ Այն, ինչ երիտասարդի համար անվտանգ է, ձեզ համար կարող է լինել թունավոր։ Դուք չունեք սխալվելու ժամանակ։ Յուրաքանչյուր սխալ քայլ կարող է լինել վերջինը։ Լսեք Վարդանի պատմությունը կապանից։ Նա 68 տարեկան էր և որոշեց մաքրել իր օրգանիզմը արևքուրիկով։ Նա խմում էր այն օրը 3 անգամ, բայց չասաց իր բժշկին, որ խմում է նաև խոլեստերինի դեղեր։ Մեկ շաբաթ անց նա հայտնվեց հիվանդանոցում մկանային սուր ցավերով։ Նրա մկանները սկսել էին քայքայվել դեղերի կոնֆլիկտի պատճառով։ Երիկամները հազիվ փրկվեցին։ Վարդանը կորցրեց 3 ամիս և շատ առողջություն։ Ինչու՞։ Որովհետև նա ամաչում էր հարցնել։ Մի ամաչեք, ձեր կյանքն ավելի թանկ է, քան ամոթը։ Հիմա ինչպես խուսափել աղետից։ Վերցրեք մի տետեր, սա կլինի ձեր կյանքի օրագիրը։ Ամեն օր գրեք, ինչ եք խմել, որ ժամին և ինչ եք զգացել։ Եթե նկատեք սրտխառնոց, գլխապտույտ կամ ցան, անմիջապես կանգ առեք։ Սա ձեր մարմնի SOS ազդանշանն է։ Գրեք նաև ձեր ճնշումը և զարկերակը։ Արևքուրիկը կարող է թեթևակի բարձրացնել ճնշումը հիպերտոնիկների մոտ։ Եթե տեսնեք, որ թվերը աճում են, կրճատեք դեղաչափը կիսով չափ։ Դուք պետք է լինեք ձեր սեփական հետազոտողը։ Ոչ ոք ձեր մարմինը չի ճանաչում ավելի լավ, քան դուք։ Շոկային փաստ։ Բրիտանական բժշկական ամսագիրը հրապարակել է, որ պացիենտների 40%-ը թաքցնում է բուսական միջոցների օգտագործումը իրենց բժիշկներից։ Սա հանգեցնում է սխալ ախտորոշումների և անիմաստ վիրահատությունների։ Մի եղեք լուռ զոհ։ Հասմիկը վերցնում է գրիչը և սկսում է գրել. Օր 1. Առավոտյան թեյ, զգացողություն, թեթև ջերմություն, ճնշում 130 ոտով 80։ Նա հասկանում է, որ սա խաղ չէ, նա պատասխանատու է իր յուրաքանչյուր բջջի համար։ Եվս մեկ կարևոր նախազգուշացում՝ արևը։ Հիպերիցինը ձեր մաշկը դարձնում է գերզգայուն ուլտրամանուշակագույն ճառագայթների նկատմամբ։ Եթե դուք խմում եք թեյը և դուրս գալիս ամառային արևի տակ, կարող եք ստանալ ծանր այրվածքներ։ Հագեք գլխարկ, երկարաթև շապիկ, պաշտպանեք ձեզ։ Մի շտապեք, շատերը սպասում են արդյունքի վաղը, բայց բնությունը չի սիրում շտապողականություն։ Առաջին իրական փոփոխությունները կսկսվեն 14-21 օր հետո։ Եթե դուք հանձնվեք 10-րդ օրը, դուք կկորցնեք ամեն ինչ։ Համբերությունը ձեր ամենաուժեղ դեղն է։ Տեսեք, թե ինչ եղավ Սիրանուշի հետ։ Նա խմեց թեյը 5 օր, ոչինչ չզգաց և թողեց։ 2 շաբաթ անց նրա դեպրեսիան վերադարձավ կրկնակի ուժով։
Նա կորցրեց հավատը։ Մի կրկնեք նրա սխալը։ Տվեք ձեր մարմնին ժամանակ վերականգնվելու համար։ Հասմիկը նայում է օրացույցին, նա նշում է 21 օր, նա պատրաստ է սպասել։ Նա գիտի, որ ճանապարհը հեշտ չի լինելու, բայց նպատակը արժե դրան։ Նա ուզում է տեսնել իր ծորան ծնունդը, նա ուզում է ապրել, ոչ թե գոյատևել։ Բայց միայն թեյը և զգուշությունը բավական չեն։ Ձեր մարմինը մի ամբողջական համակարգ է։ Եթե դուք բուժեք ուղեղը, բայց թունավորեք ստամոքսը սխալ սննդով, ոչինչ չի ստացվի։ Կա մի հատուկ սննդակարգ, որը ուժեղացնում է արևքուրիկի ազդեցությունը։ Հաջորդիվ ես կբացահայտեմ հայկական լեռնաշխարհի սննդակարգը, որը մեր նախնիներին պահում էր առողջ մինչև 100 տարեկան։ Պատրաստվեք փոխել ձեր սառնարանի պարունակությունը, ձեր նոր կյանքը պահանջում է նոր վառելիք։ Տիկին Հասմիկը բացում է սառնարանի դուռը և սարսափով նայում դարակներին։ Այնտեղ դրված են երշիկներ, սպիտակ հաց և քաղցրավենիք։ Դուք կարծում եք, որ կարող եք բուժվել ուտելով թույն։ Սա ամենամեծ ինքնախաբեությունն է, որը ձեզ տանում է դեպի գերեզման։ Ձեր մարմինը շինհրապարակ է, իսկ սնունդը շինանյութը։ Եթե դուք օգտագործեք փտած աղյուսներ, ձեր տունը կփլվի ձեր գլխին։ Արևքուրիկը հրաշալի ճարտարապետ է, բայց նա անզոր է առանց լավ նյութի։ Ձեր աղիները հենց հիմա բորբոքված են շաքարից և խմորից։ Իսկ դուք գիտեք, որ սերոտոնինի 90%-ը արտադրվում է ոչ թե գլխում, այլ աղիներում։ Եթե ձեր աղիները չեն աշխատում, ձեր ուղեղը սովամահ է լինում։ Յուրաքանչյուր կտոր տորթ սպանում է միլիոնավոր օգտակար բակտերիաներ։ Դուք ինքներդ եք կերակրում ձեր դեպրեսիան։ Ուզում եք շարունակել լինել ձեր մարմնի թշնամին։ Շոկային փաստ։ Ամերիկյան սրտաբանների ասոցիացիան հայտարարել է սարսափելի թվեր։ 65-ից բարձր անձանց մոտ սխալ սննդակարգը ավելի շատ է սպանում, քան ծխելը։ Տարեկան 11 միլիոն մահ պարզապես սխալ ուտելու պատճառով։ Դուք ամեն օր փորում եք ձեր փոսը ատամներով։ Եկեք գնանք հայկական շուկա Հասմիկի հետ։ Մոռացեք թանկարժեք էկզոտիկ մրգերը։ Մեր հողը տալիս է ամենահզոր հակադեպրեսանտները։ Փնտրեք դանդուր։ Այս սովորական մոլախոտը պարունակում է ավելի շատ օմեգա 3, քան ձկան յուղը։ Օմեգա 3-ը վերականգնում է ձեր ուղեղի բջիջների թաղանթները։ Ահա ուղեղի վերածննդի բաղադրատոմսը, որը պետք է ուտեք ամեն օր։ Վերցրեք մեկ մեծ կապ դանդուր և լավ լվացեք սառը ջրով։ Կտրատեք այն խոշոր կտորներով։ Ավելացրեք 2 պճեղ ճզմած հայկական սխտոր։ Սխտորը մաքրում է անոթները, որպեսզի արյունը հասնի ուղեղ։ Վրան լցրեք 1 բաժակ տնական մածուն։ Մածունը պարունակում է կենդանի բակտերիաներ, որոնք կարգավորում են աղիները։ Եվ վերջին շտրիխը 1 ճաշի գդալ մանրացրած ընկույզ։ Ընկույզը պարունակում է մագնեզիում, որը հանգստացնում է նյարդերը։ Խառնեք և կերեք սա ճաշին։ Դուք կզգաք, թե ինչպես է էներգիան լցվում ձեր մարմին։ Բայց միայն սնունդը բավական չէ։ Ձեր մկանները հիմա ատրոֆիայի են ենթարկվում։ Եթե դուք նստած եք ամբողջ օրը, ձեր արյունը դառնում է ճահիճ։ Ճահճացած արյան մեջ դեղը չի հասնում նպատակին։ Շոկային փաստ։ Ֆիզիկական անգործությունը 60 տարեկանից հետո մեծացնում է վաղաժամ մահվան ռիսկը 280%-ով։ Դա ավելի վատ է, քան քաղցկեղի որոշ տեսակներ։ Ձեր սիրտը պարզապես կանգ է առնում, որովհետև դուք նրան չեք մարզում։ Դուք ունեք ընտրություն՝ շարժվել կամ մեռնել։ Հասմիկը հագնում է իր հարմարավետ կոշիկները, նա դուրս է գալիս կյանքի զբոսանքի։ Դուք պետք է քայլեք ամեն առավոտ ժամը 8-ից 9 ընկած հատվածում։ Ինչու հենց այդ ժամին։ Որովհետև առավոտյան արևի լույսը աչքերի միջոցով ազդանշան է տալիս ուղեղին արտադրել սերոտոնին։ Քայլեք միջին տեմպով, որպեսզի թեթևակի քրտնեք։ Դուք պետք է զգաք ձեր սրտի բաբախյունը։ Շնչեք խորը, քթով։ Յուրաքանչյուր քայլի հետ դուք մղում եք արևքուրիկի ակտիվ նյութերը դեպի ուղեղի խորքերը։ 30 րոպեն բավական է կյանքը երկարացնելու համար։ Եթե դուք չքայլեք, ձեր հոդերը կքարանան, ցավը կդառնա ձեր մշտական ուղեկիցը։ Դուք կդառնաք բեռ ձեր երեխաների համար։ Միթե դա է ձեր երազանքը։ Վեր կացեք բազմոցից հենց հիմա։ Եկեք խոսենք Լևոնի մասին աշտարակից։ Նա 67 տարեկան նախկին ուսուցիչ էր։ Նրա կյանքը վերածվել էր մղձավանջի, ալկոհոլ, ծխախոտ և անվերջ հեռուստացույց։ Նա կշռում էր 110 կիլոգրամ և հազիվ էր շնչում։ Բժիշկները տվել էին նրան առավելագույնը 2 տարի կյանք։ Լևոնը որոշեց փոխել ամեն ինչ մեկ օրում։ Նա դեն մետեց ծխախոտը և սկսեց խմել արևքուրիկի թեյ։ Նա ամեն առավոտ իջնում էր քասախի կիրճ, քայլելու։ Սկզբում նա անցնում էր ընդամենը 100 մետր և խեղդվում։
Բայց նա չկանգնեց։ Նա փոխեց իր սննդակարգը, հացը փոխարինելով կանաչեղենով։ 6 ամիս անց Լևոնը նիհարեց 25 կիլոգրամ։ Նրա ճնշումը դարձավ 120 ոտսնական։ Նա ոչ միայն առողջացավ, այլև սկսեց գրել իր հուշերը։ Նա գտավ նոր սեր և ամուսնացավ 70 տարեկանում։ Դուք էլ եք կարող անել դա։ Շոկային փաստ։ Քրոնիկ սթրեսը և բացասական մտքերը փոխում են ձեր ԴՆԹ-ն։ Տելոմերները քրոմոսոմների պաշտպանիչ ծայրերը կարճանում են, և դուք ծերանում եք արագացված ռեժիմով։ Դուք ինքներդ եք գողանում ձեր տարիները, անհանգստանալով դատարկ բաների համար։ Հասմիկը հիմա գիտի, թե ինչ է օրվա ոսկե ռեժիմը։ Գրեք սա և փակցրեք պատին։ 07:00 արթնանալ, 07:30 շնչառական վարժություն և թեյ, 08:00 նախաճաշ, մածուն և ընկույզ, 09:00 զբոսանք արևի տակ, 13:00 ճաշ, կանաչեղեն և ձուկ, 14:00 երկրորդ բաժակ թեյ, 22:00 քուն։ Քունը մինչև կեսգիշեր ամենակարևորն է։ Այդ ժամանակ աշխատում է գլիմֆատիկ համակարգը։ Այն լվանում է ուղեղից տոքսինները, որոնք կուտակվել են օրվա ընթացքում։ Եթե դուք քնում եք ուշ, աղբը մնում է ձեր գլխում։ Առավոտյան դուք արթնանում եք հոգնած և ջարդված։ Մի մոռացեք ջրի մասին։ Ծերացող մարմինը կորցնում է ծարավի զգացողությունը։ Դուք չորանում եք ներսից։ Խմեք օրական առնվազն 6 բաժակ ջուր։ Ջուրը այն տրանսպորտն է, որը տեղափոխում է բուժիչ նյութերը։ Առանց ջրի երթևեկությունը կանգ է առնում։ Հասմիկը նայում է հայելու մեջ և տեսնում է ուրիշ կնոջ։ Նրա մաշկը գունատ չէ, աչքերը փայլում են։ Նա սկսել է հաճախել պարի խմբակ, այո, 68 տարեկանում։ Նա հասկացավ, որ կյանքը չի ավարտվում թոշակի անցնելով։ Կյանքը սկսվում է, երբ դուք որոշում եք ապրել։ Դուք պատրաստ եք լինել հաջորդ Լևոնը կամ Հասմիկը։ Ձեր ճակատագիրը ձեր ափի մեջ է, ոչ թե բժշկի կաբինետում։ Բայց այս ճանապարհորդությունը դեռ չի ավարտվել։ Մնացել է վերջին ամենակարևոր քայլը։ Ինչպես պահպանել այս արդյունքը ընդմիշտ։ Ինչպես թույլ չտալ, որ դեպրեսիան վերադառնա։ Ես ունեմ մի վերջին խորհուրդ, որը կդառնա ձեր կյանքի փարոսը։ Սա ավելին է, քան բժշկություն, սա փիլիսոփայություն է։ Պատրաստվեք լսելու ամենահուզիչ և ամենազորեղ եզրակացությունը։ Այն կփոխի ձեր վերաբերմունքը ծերության նկատմամբ հիմնովին։ Միացեք ինձ վերջին բաժնում, որտեղ մենք կդնենք վերջին կետը հիվանդության վրա։ Հասմիկը կանգնած է իր պատշգամբում և նայում է մայրամուտին։ Նա հիշում է այն կնոջը, որը եղել է ընդամենը 2 ամիս առաջ։ Կծկված, վախեցած, դեղերի տոպրակը գրկած։ Այդ կինը մահացել է, և նրա փոխարեն ծնվել է մեկ ուրիշը։ Միթե դուք չեք ուզում սպանել ձեր մեջ ապրող վախկոտին։ Այսօր դուք կանգնած եք 2 ճանապարհների խաչմերուկում։ Առաջին ճանապարհը տանում է դեպի հին կյանք։ Այնտեղ դուք շարունակում եք լինել զոհ։ Դուք շարունակում եք կուլ տալ քիմիական հաբերը, որոնք դանդաղ քայքայում են ձեր լյարդը։ Ձեր օրերը անցնում են մառախուղի մեջ, առանց ուրախության և առանց նպատակի։ Եթե դուք ընտրեք այս ճանապարհը, 6 ամիս անց դուք կլինեք անկողմում գանված։ Ձեր մկանները կատրոֆիանան, իսկ ուղեղը կմոռանա ձեր անունը։ Վիճակագրությունը անողոք է, դեպրեսիան կրկնակի մեծացնում է վաղաժամ մահվան ռիսկը։ Դուք պատրաստ եք հանձնվել առանց պայքարի։ Բայց կա երկրորդ ճանապարհը, Հասմիկի ճանապարհը։ Այն սկսվում է մեկ փոքրիկ քայլից, մի բաժակ թեյից և առավոտյան զբոսանքից։ Այս ճանապարհին դուք կգտնեք ոչ միայն առողջություն, այլև ազատություն։ Ազատություն դերատնային ստրկությունից, ազատություն վախից։ Պատկերացրեք, որ 1 ամիս անց դուք արթնանում եք առանց տագնապի։ Ձեր մարմինը թեթև է, ինչպես փետուր։ Դուք նայում եք հայելու մեջ և տեսնում եք ժպտացող մարդու։ Ձեր թոռները վազում են դեպի ձեզ, և դուք ունեք ուժ նրանց գրկելու։ Դուք նորից զգում եք կյանքի համը, քաղցր, վառ, իրական։ Հասմիկը հիմա ոչ միայն առողջ է, նա երջանիկ է։ Նա սկսել է սովորել իսպաներեն։ Նա գնում է պարի և հանդիպում է ընկերուհիների հետ սրճարանում։ Նա դեն է նետել իր բոլոր դեղերը, բացի վիտամիններից։ Նրա բժիշկը մինչև հիմա չի հավատում իր աչքերին։ Տիկին Հասմիկ, դուք երիտասարդացել եք 20 տարով, ասում է նա։ Իսկ Հասմիկը պատասխանում է. ես պարզապես հիշեցի, թե ով եմ ես։ Դուք էլ կարող եք հիշել։ Ձեր ներսում քնած է մի հսկա, որը սպասում է արթնանալուն։ Մի թողեք, որ նա մահանա քնի մեջ։ Շոկային փաստ։
Հարվարդի գիտնականները պարզել են, որ լավատեսությունը և կյանքի նպատակը երկարացնում են կյանքը միջինը 7-10 տարով։ Դուք կարող եք ավելացնել մի ամբողջ տասնամյակ ձեր կյանքին, պարզապես փոխելով ձեր մտածելակերպը և սովորությունները։ 10 տարի, լի սիրով և արկածներով։ Մենք ապրում ենք մի զարմանալի ժամանակաշրջանում։ Գիտությունը վերջապես հասկացել է այն, ինչ մեր նախնիները գիտեին հազարամյակներ առաջ։ Բնությունը մեր թշնամին չէ, այլ մեր մայրը։ Նա տվել է մեզ ամեն ինչ բուժվելու համար։ Արևքուրիկը, դանդուրը, արևը, ջուրը, սրանք Աստծո նվերներն են։ Ինչու մենք մերժում ենք այս նվերները և վազում դեպի քիմիական լաբորատորիաներ։ Որովհետև մենք կորցրել ենք հավատը մեր սեփական ուժերի նկատմամբ։ Մենք սովորել ենք փնտրել փրկիչներ դրսում, մինչդեռ փրկիչը մեր ներսում է։ Դուք եք ձեր միակ բժիշկը։ Հասմիկը նայում է իր այգուն, որտեղ աճում են դեղին ծաղիկները։ Նա խոնարհվում է և շնորհակալություն հայտնում հողին։ Երախտագիտությունը ամենահզոր դեղն է։ Երբ դուք շնորհակալ եք, ձեր ուղեղը չի կարող լինել թխուր։ Շնորհակալ եղեք ձեր մարմնին, որ այն դիմացել է այսքան տարի։ Մի սպասեք երկուշաբթի օրվան, մի սպասեք նոր տարվան, սկսեք հենց հիմա։ Գնացեք խոհանոց և պատրաստեք ձեր առաջին կյարքի թեյը։ Դուրս եկեք պատշգամբ և շնչեք խորը, զանգահարեք ձեր երեխաներին և ասեք, որ սիրում եք նրանց։ Ձեր կյանքը չի ավարտվել 60 տարեկանում, այն նոր է սկսվում։ Սա ձեր ոսկե դարաշրջանն է։ Դուք ունեք իմաստություն, որը չունեիք 20 տարեկանում։ Դուք ունեք ժամանակ, որը չունեիք 40 տարեկանում։ Օգտագործեք այս ռեսուրսները։ Ես խնդրում եմ ձեզ, մի պահեք այս գիտելիքը միայն ձեզ համար։ Կիսվեք այս տեսանյութով ձեր ընկերների, հարևանների հետ։ Գուցե հենց հիմա ինչ-որ մեկը նստած է մենակ և մտածում է մահվան մասին։ Դուք կարող եք լինել նրա փրկությունը։ Դարձեք լույսի տարածող։ Գրեք մեկնաբանություններում «Ես ընտրում եմ կյանքը»։ Թող սա լինի ձեր երդումը ինքներդ ձեզ։ Բաժանորդագրվեք մեր ալիքին, որովհետև սա միայն սկիզբն է։ Մենք դեռ շատ գաղտնիքներ ունենք բացահայտելու։ Մենք միասին կկառուցենք առողջ և երջանիկ հասարակություն։ Հասմիկը ժպտում է և բարձրացնում բաժակը։ Կենացդ, կյանք, շշնջում է նա։ Եվ այդ պահին նա գիտի, որ ամեն ինչ լավ է լինելու։ Նա հաղթեց, և դուք էլ կհաղթեք։ Հավատացեք ձեզ, գործեք և եղեք առողջ։